Բարձես Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն է, ողջույն պարոն Եղոյան։ Քաղաքացիական պայմանագիրը ընդունել է Եմեն անդամակցելու պաշտոնական process ենթադրող օրենք, դուք եւ նույնիսկ վարչապետը ասել են, որ գալու է ինչ-որ մի բան, որ մենք պետք է ընտրություն կատարենք ԵՄ եւ ԵՏՄ-ի միջև։ Եվ նաև պարզ տրամաբանությունն է, դա ինձանից եւ վարչապետից, դա նաև ուղղակի տրամաբանությունն է։ Իմ հարցը հիմնավորելու համար, պարոն Եղոյան, մինչդեռ Ալեն Սիմոնյանը երեք Լավրովին ասում էր, ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Մաքսային միությանը, ապա մենք չենք կարծում, որ պետք է լքենք այն, ես ուղիղ եմ մեջբերում։ Մենք կարծում ենք, որ միասին կկարողանանք այնպիսի լուծում գտնել, որ շահավետ կլինի երկու կողմերին էլ։ Իմ հարցը այն է, որ ԵՄ մտնելու թեման ստացվում է կեղծ էր, եթե չէ պատրաստվում լքել ԵՏՄ-ն։ Այսինքն ժամկետների մասին խոսքը չկա, չէ՞։ Չի ասել հիմա չենք պատրաստվում։ Դե դուք հասկացեք, որ դա է նկատի ունեցել, դուք այդպես հասկացեք, որ հիմա դուրս չեն գալու, որովհետև ինչ որ փուլում, եթե մենք գնում ենք Եվրոպական միության անդամակցության ճանապարհով, մենք այդ որոշումը պիտի կայացնենք։ Ինչ որ փուլում, բայց ես բանը այնտեղ կոնտեքստը Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Մաքսային միությանը, ապա մենք չենք կարծում, որ պետք է լքենք այն։ Կարծում ենք միասին կկարողանանք այնպիսի լուծում գտնել, որ շահավետ կլինի երկու կողմին էլ, այսինքն բայց դա ասել է Եվրամիության անդամակցության կոնտեքստում։ Դա ասել է ԵՏՄ-ի Հայաստանի մնալու կոնտեքստում։ Հա, մնալ, հա, հիմա։ Ինձ թվում է նկատի ունեցել ինքը դեռ։ Այդ ուղղակի երևի թե Սա դեռի մասին է, թե ընդհանրապես մասին է, կներեք ինչու է հարցը ասում, եթե ընդհանրապես մասին է, բայց օրենքը ինչու եք ընդունել, որովհետև դուք եք ասում, որ մի օր պետք է ԵՄ-ի ԵՏՄ-ի միջև ընտրություն կատարենք։ Դեռ։ Իսկ ինչև այնտեղ մի որոշակի փուլի հասնենք։ Իսկ ինչու է կարիք առաջացել բացատրություն տալ Ռուսաստանի արտգործնախարարին այս հարցով։ Ես այնտեղ շատ երկար քննարկում, ոնց որ թե ասին ժամ 40 րոպե խոսել են, չէ՞, ես հիմա չգիտեմ էլի այդ ամբողջ խոսակցությունից որ հատվածնագրած որ բաց կտորն է, սկզբնական։ Չէ, նկատում եմ, բայց ինչ-որ կոնտեքստ չէ, կա ինչ-որ խոսակցության մթնոլորտ կա, ես բացատրության հարցը չի, հիմա այդ հանդիպել են, քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր էլ, այսինքն պետք չի ինչ-որ ինտրիգ փնտրել, երևի այդ մի հարցնել են, երևի չգիտեմ էլի հարցնել են իրանք կամ այդ հարցը ծագել է։ Ոնց է լինելու, ասել են դեռ բան չի էլի, այտենց։ Ես բան չէի փնտրի ինչ-որ այտենց։ Չէ, ինձ թվաց։ Չեմ զգում էլի տեղ նյարդը որ փոշմանել եք, այդ օրենքը կարող է չեղարկել բարի։ Եթե ԵՏՄ-ից դուրս գալ խոստանում եք, որ երբեք դուրս չեք գա։ Հեսա եվրոպական քաղաքական ուրեմն համայնքի ժողովն է հեսա Հայաստանում, մենք գնալով խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության հետ, առևտրի աճ ունենք, այդ ուղղությամբ կառավարությունը արտահանման մաքսատուրքեր է սուբսիդավորում, այնտեղ միայն ԵՏՄ շրջանակներում մի բան էլ առևտուր ընկել է, մասնավորապես Ռուսաստանի հետ մոտ 50%-ով նվազում ունենք այս տարի, ոչ թե ասում եմ որպես արդարանամ, ուղղակի ցույց եմ տալիս, թե ոնց են քաղաքական որոշումները պրակտիկ կյանքում ինչ դրսևորումներ են ստանում, բայց նաև մենք պետք է հասկանանք, որ այսօր աշխարհում որևէ պետություն այնպես չի, որ հարաբերություն կամ առավել ևս առևտրային հարաբերություն հաստատում մի կողմի հետ միայն։ Բալանսը այո պետք է թեքենք դեպի Եվրամիություն, ինչու, որովհետև այնտեղ քիչ է դեռ, իսկ ԵՏՄ-ում շատ է դեռ, դրա համար պետք է թեքենք։ Կարճ ասած, այս փուլը ավարտելով ԵՏՄ-ից դուրս գալու հարց քննարկվելու է, ինչ որ մի այն փուլում, երբ հարց ծագեց ազատ առևտրի գոտուն միանալու մասին, ԵՄ-ի ազատ առևտրի գոտուն միանալու, քանի որ այնտեղ խոսքը քաղաքական որոշումների մասին է, քանի որ մենք չենք կարող հիմա ասել, որ այ ընկերներ, այ մեր տարուց մենք կլինենք այդտեղ։ Դա խոսակցություն է Եվրամիության հետ կախված մեր ստանդարտիզացիայի process-ից, ընդհանրապես մեր շուկայից, մեր ֆինանսա-տնտեսական կայունությունից, ֆիչում մեր վարկանիշից, մեր ներդրում եւ այլ բազմաթիվ գործոններ են, հա, այնտեղ։ Հենց այնտեղ գա հարցը հասնի արդեն ազատ առևտրի գոտուն միանալու համաձայնագրին, այն որ 13 թվականին չստորագրվեց, այ դրան ասոցիացիան համաձայնագրի այդ կտորին, այդտեղ բնականաբար պետքա որևէ այլ մաքսային միության մեջ չլինելու հարցը ծագի։ ԵՏՄ-ի այդ թվում եւ եթե խոսում ենք ԵՏՄ-ին, չէ ուզեմ ասեմ, ինչ եմ ասում որևէ մաքսային միություն։
որ ցույց տան, որ դա ուղղակի տեխնիկական կարգավորման հարց է, ԵՏՄ-ն չլիներ, չգիտեմ, հարավ ամերիկյան կամ որ ուզում է լինել։ Մեկ պետություն, մեկ մաքսային միություն։ Շատ լավ, այսինքն դուք վեկտորը ԵՄ-ն եք հավարում այս պայմանությամբ։ Այո։ Հիմնական, լավ։ Այո, Լավրովը եւ դա, եթե եւ դա ասում եմ մեր ընդունած օրենքը, ինչպես դուք նշեցիք։ Սպասեք, պարոն Եղան, սպասեք, դուք կհասկանաք իմ հարցը հիմա։ Պարոն Լավրովը ավելի վաղ ասում էր, որ ԵՄ-ն տնտեսականից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, Ռուսաստանի դեմ ագրեսիվ միավորի է վերածվում, Ռուսաստանն էլ գիտենք բավական թշնամական վերաբերմունք ունի ԵՄ-ի հանդեպ եւ նրա հարցը այն էր, որ ԵՄ-ն ձեր առաջ դնում է կոշտ ընտրություն, կամ մեզ հետ եք, կամ մեր դեմ եք սկզբունքով, ես ուղիղ եմ, հա, այս մեր ռազմաքաղաքական առումով։ Չէ, կամ մեզ հետ տնտեսական առումով։ Ասում է հիմա ընդհանրապես դնում է կամ մեզ հետ եք կամ մեզ հետ չեք մեր դեմ եք ԵՄ-ն Հայաստանի առաջ, բայց նաև նա ասում է, որ ռազմաքաղաքական միավորի է դառնում, այսինքն միավոր է դառնում, այսինքն ակնարկում է, որ Հայաստան կարող է մեր թշնամական ճամբարում հայտնվեք, այսպես։ Չէ, նախ ինքնին այդ ամենասկզբի պնդումը ես չեմ կարծում, որ ճիշտ է, որ ԵՄ-ն հիմա դառնում է ռազմաքաղաքական միավոր։ Այլ հարց, որ ԵՄ առանձին երկրներ ավելացնում են իրենց ռազմական ծախսերը։ Դա մի բան է, ռազմաքաղաքական բլոկը լրիվ այլ բան է։ Այսինքն մի բան է, որ Գերմանիայի ռազմական ծախսերը հասնեն հնայի 5%-ին, Ֆրանսիային հասնեն 5%-ին, մյուսին հասնեն 4-ին, 5-ին, 6-ին եւ այլն, օրինակ։ Մի բան է, որ այդ բոլոր պետությունները ստեղծեն ռազմաքաղաքական դաշինք, օրինակ ՆԱՏՕ-ի նման ինչ-որ կառույց։ Նման դաշինք ստեղծելու մասին ոչ տեղեկություն կա, ոչ խոսակցություն կա։ Այո, անդամ պետություններից յուրաքանչյուրը մեծացնում է իր ռազմական պոտենցիալը եւ ռազմական ծախսերը, բյուջեն։ Արդյոք սա այս բխում է, որ իրանք բոլորով միասին հեսա ռազմական միություն են ստեղծելու, եթե նման բան կա, պետք է հղում տվեք, ես տեսնեմ ով է նման բան ասել։ Ռուսական մեկնաբանությունը այն է, որ զուտ տնտեսականից իրենք ռազմաքաղաքական ես համաձայն չեմ մեկնաբանության հետ։ Ես նման դա մեկնաբանության հարց չի, պետք է ասի, չէ՞ մեկը։ Մեկնաբանելով չի, ռազմական դաշինքը թուղթ ու գրիչով է հաստատվում է, չէ՞։ Ինչ-որ պայմանագիր պետք է լինի, ինչ-որ խոսակցություն պետք է լինի, այսինքն ասելով Եվրամիության նույնիսկ հիմնադիր պայմանագրերը այդ ուղղությամբ դեռ չեն էլ թարմացվել, այսինքն նույնիսկ Եվրամիության հիմնադիր պայմանագրերի մեջ այդ ուղղությամբ ինչ-որ փոփոխություն չի արվել կամ խոսակցություն էլ չկա, որ եկեք մի այսպիսի հոդված ավելացնենք, որ մի քայլ առաջ են գնում ռազմական ինտեգրացիայի առումով։ ՆԱՏՕ-ացման է ԵՄ-ն գնում եւ եթե դուք դա գնահատական է, դա իրողություն չի ինձ համար, դա իր գնահատականն է։ Կարճաժամկետում որ ես նման բան չեմ տեսնում, կարճաժամկետում որ եթե հեռավոր ապագայում ես չգիտեմ, իմ տեսողությունը այդքան հեռու կարող է չտեսնի։ Տեսեք, մենք հաճախ ենք ռուս բարձրաշան պաշտոնյանից նման բաներ լսում, որ կամ ԵՄ-ում կլինեք, կամ ԵՏՄ-ում, լավ կլինի ԵՏՄ-ում մնաք, բայց դուք եք չէ, բայց մի հարց դա մի ներկայացնեք էլի որպես ինչ-որ մեկի ցանկություն կամ կրկնում եմ, դա տեխնիկական պայման է, էլի դա նես չի, էլի որ մեկը ասեց հասկանալի է, բայց դուք եք այդ օրենքը ընդունել, ես չեմ ընդունել։ Հա, օքեյ, այո։ Իրենք ասում են այդպիսի օրենք եք ընդունել, ԵՏՄ-ից դուրս մեկ եք, ԵՄ մի գնացեք եւ սա այս թեման թեժացում է ընտրություններից առաջ, պարոն Եղոյան, նախկինում էլ եղել է, բայց Լավրովի մակարդակը դեռ շատ չէր հասել, էլի։ Ինչի Օվերչուկն էլ այդքան։ Ես ասում եմ Լավրովի մակարդակ, Օվերչուկը փող վարչապետ է։ Լավ, սա այսպես Հայաստանի իշխանություններին ակնարկ է, որ ձեզ համար խոչընդոտներ կստեղծենք, եթե ԵՄ գնալու հարցից չհրաժարվեք, կստեղծենք խոչընդոտներ ընտրությունների շրջանում, իրենց լոյալ ուժերին ավելի ուժեղացնելով, կա այդպիսի բան։ Իրաց լոյալ, ինչի հիմա իրաց լոյալ ուժերը չկան։ Ես ասեցի ավելի ուժեղացնել։ Ես յուրաքանչյուր բառ չափում։ Դե ուժեղացնում են, ձեր նման գործիչների։ ուժեղացնում են, էլի չեք տեսնում։ Էլ ոնց անեն, այսինքն ելով պիտի խոսա։ Սալավիովը խոսած, Դուգինը խոսած, ով մնաց։ Լավրովը խոսել է, Զախարովը խոսել է։ Ուղիղ տեքստով չէ, դե նրանց ասածների նկատի ունեք։ Նու ուժեղացնելուն ուղված ճնշումը ուժեղացնելու ուղղված։ Հա, էլի, հա, բայց այսինքն դա խոսում են էլի աջակցելը ուժեղացնել։ Չէ, դե Լավրովից չեմ լսել ոնց որ նման, բայց դա անպայման չի ինքը անձամբ խոսի, որ այսինքն տեսնում ենք էլի մենք դա, այսինքն
Դուք ճնշում եք զգում ամեն դեպքում ընտրություններից առաջ։ Ընդհանրապես մեծացում Ռուսաստանից, պարոն Եղոյան։ Տեսեք, այն քաղաքական ուժերը, որոնք ասենք բան չի էլի, գիտեք դուք հիմա հարցը այնպես ինտրիգով եք տալիս, ոնց որ հիմա որ ես մի բան ասեմ, պետքա բացահայտում լինի ձեր համար, ոնց որ, չգիտեմ, ասենք, չգիտեմ, Լուիսի արագության թվի բացահայտումներ 19-րդ դարում։ Ասենք, վայ ոնց իմացանք, որ ոչ մի բան անակնկալ չի ասել։ Այո, կան Հայաստան քաղաքական ուժեր, որոնք ակնհայտորեն այդ գիծն են առաջ տանում, բաց հայտարարություններ են, չէ՞ անում, որ մենք պետքա այլ ավելի սրտացնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ասում են, չէ՞ մարդիկ, այն Ռոբերտ Քոչարյանը ասում են, ասեմ Սամվել Կարապետյանն ասում է եկեք Ռուսաստանը որպես եթե ճիշտ եմ հիշում մեջբերումը։ Նաև անգլերեն է իհարկե, բայց դա ավելի դա շատ ավելի վաղ, իրեք պետական լեզուն են, հա։ Ավելի վաղ շրջանի հայտարարություններ։ Չէ, հա, օրինակ պետական լեզու սարքենք, էս անենք, այն անենք, գնանք, այսինքն դա ակնհայտ է, որ այդ ուժերը Հայաստանում կոնկրետ լծվել են նախընտրական քարոզարշավին, ասենք բանը, ուրեմն խորհրդարանական մեր խմբակցությունները օր ու գիշեր դրանից են խոսում, անդիմադիր խմբակցությունները, էլ ինչ պիտի ասեն, որ այսինքն հիմա մենք trip ենք բանակցում, trip ենք ուզում իրականացնենք, վեր ենք eնում խորհրդարանական, արտախորհրդարանական դիմություն, ասում կլինի բերենք Ռուսաստանին կպցնենք trip-ին։ Մեկը չի ասում, կլինի այդ ռուսներին խնդրանք Իջևան Ղազախ գիծը սարքեն, որ իրանց կոնցեսիայի տակ է։ Մեկի մտքով բան Լևոն Զուրաբյանը, չէ՞, վարչապետի տեխնացու է, չէ՞ հիմա, հա։ Չի ասում, մի հատ գնանք, բան կամ բանը Սամվել Կարապետյան ուժեղ է, չէ՞ ինքը, ուժեղ։ Կարա մի հատ ուժեղ ձևով ռուսներին ասի, որ բան անեն, Ղազախ Իջևան երկաթգիծը վերակառուցեն, ուժեղ։ Կամ ինքը վերակառուցի, ուժեղ բարերար է, չէ՞։ Փաշինյանի ասել։ Ուժեղ բարերար է, ինքը վերակառուցի։ Պարոն Եղոյան։ Հա։ Փաշինյանից հետո երևի կարիք չկա, որ ասեն Հայաստանի Հա, բայց ինքը ուժեղ է, չէ՞։ Ինքը ուժեղ է, չէ՞։ Հիմա կակրած լավ առիթ է, ուժը, կապերը, բանակցային հմտությունները, բանը տնտեսական ունակությունները, չէ՞, ոնց են ասում, չէ՞, ամեն ինչ ով ինչ ունի, չէ՞, ով ինչ է խոստանում, որ արդեն ունի էս պահին։ Ճիշտ է, ահա դրանք մի հատ կարան ցույց տան իրանք։ Օրինակ Իջևան Ղազախ երկաթգծի օրինակի վրա այնտեղ կարիք կա, որ այդ երկաթգիծը կա, իսկ այստեղ որտեղ մենք հարցը արդեն լուծել ենք, ուզում ենք ան քանդեն, խափանեն, ասեն եկեք մի հատ կողքից մի բրիքսի երկրներին բերենք, կողքից կպցնենք, էս անենք, այն անենք, քանդեն, դնեն այնտեղ։ Հայաստանն էլ թողեն շրջափակման։ Իսկ ինչու Չինաստանին չբերել Ամերիկայի պրոյեկտը երաշխավորի, պարոն Եղոյան։ Creep։ Լավ էլի, ասի չեք ասում։ Ես չեմ ասում։ Տեսեք, մենք բոլոր պետությունների հետ բաց ենք համագործակցության համար, բայց սա հայ-ամերիկյան պրոյեկտ է։ Ուրիշ բազմաթիվ ենթակառուցվածքային ծրագրեր կան։ Մենք հիմա հյուսիս հարավում բազմաթիվ բանում ուրեմն Սյունիքի հատվածում Եվրամիության ուրեմն երկու տրանշեր անցած տարի ստացանք EIB-ից ու EBRD-ից 236 միլիոն եվրոյի, էդի գալիս այնտեղ Եվրամիությունն է բան, Մեղրիի մաքսատունը Եվրամիության փողերով ենք վերանորոգում, մինչև Գյումրի ճանապարհը արդեն վերջացրեցինք, մնացած երկաթգիծը գիտեք, դա ռուսական կոնցեսիա, թող մի բան անեն, Ախուրիկի հատված այդ այնտեղ թանկ է, Ախուրիկի հատվածը թող անեն, կպնեն Կարսի երկաթգծին, այս Երասխեին 2 կիլոմետրը թող անեն, հա, այդքան բան կա ան, եթե իրանք ուզում են մասնակցեն, մասնակցելու տեղ շատ կա։ Եթե իրանք ուզում են գործը խանգարեն գործին, խանգարելու տեղ չկա, կներեք։ Այսպես է գնահատում, որ եւ հայաստանյան տարբեր քաղաքական ուժեր են ասում Ռուսաստան, Չինաստանին ներգրավենք եւ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Զախարովը։ Այ, այդ լավ հարց է։ Այ ոնց է տես լինում։ Տեսեք, trip-ի հարցում ես շատ անկեղծ, ես մի անգամ եմ այս մասին խոսել, trip-ի հարցում մենք շատ դժվար ճանապարհ ենք անցել, շատ նուրբ, շատ, այսպես ասենք, նրբանկատ վերաբերմունք ցուցաբերելով բոլոր կողմերի հետաքրքրություններին, շահերին, մեր հետ շահերի համադրման, հակադրման, այսինքն այս բալանսը գտնելու գալիս եմ, գալիս եմ դրան։ Այսինքն մենք գործ ունենք ԱՄՆ նոր վարչակազմի հետ, վարչակազմը նոր էր,
աշխարհը ահագին փոխված Դեռ հասկանալի չէր ինչ շահունեք դեռ չենք կարող այսպես նախորոք ասել, որ հենց կլինի այնպես, ինչպես որ եղավ, մենք չգիտենք ինչ իրենց շահերի սպասարկման համար ինչի են պատրաստ իրենք դիմել կամ ինչն են պատրաստ իրենք հանդուրժել։ Կնեք դուք այնքան երկար ասում եք, ես նոր հարց է հասուն անպայման։ Նախորդ հարցին պատասխան։ Հիմա ասածս ինչ է, որ ահա այս երկար, նեղ, արահետով, այս նեղ կածանով, նեղ ու փշոտ, մի կերպ մեզ համար շատ օպտիմալ պայմաններով դուրս գալու, բաց դաշտ դուրս գալու, մեզ համար շատ լավ հնարավորություններով, բալանսավորված շահերով, մեր կարիեր գծերը պահելով այս համաձայնագրին մենք հասել ենք եւ այստեղ գալ փորձել ես նույն հավասարման մեջ մի նոր քար ավելացնել, նշանակում է քանդել այս հավասարումը։ Մենք գտել ենք այստեղ իդեալական բալանսը, թրիփում, իդեալական բալանսը։ Բայց ասում են, որ Իրանի հետ սահմանը փակվում է, գեոպոլիտիկ բախում ասել շատ բան կարող են ասել։ Ես կարող եմ ասել, որ երկիրը տափակ է, բայց դրանց երկիրը չի տափակի։ Սպառնալիքներ, որակում Թրամփի ուղին Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը։ Բա որ ամենամեծ սպառնալիքը դիտարկում, բա ոնց է Ռուսաստանին բերում կպցնում։ Որ սպառնալիք չդառնա։ Հա, այսինքն ընդհանրապես չլինի այդ ծրագիրը։ Ռուսաստանը հենց գա, Չինաստանն էլ մտահոգությունները կվերանան Իրանի եւ կասի օքեյ։ Մենք եթե մի կողմ թողնեմ էլի ասած այդ քարոզչական մասը, միանգամից բովանդակային, մենք Իրանի հետ էլ նորմալ երկխոսության մեջ ենք։ Հա հասկանա, իդեպ էդ էլ ասեմ, այո, Իրանի մասին մոռացա նշել, որ այնտեղ էլ շատ նուրբ ուրեմն գործոններ կային, շատ հասկանալի հանգամանքներ կային եւ մենք այդ գործոններն ենք բալանսավորել։ Դուք Իրանից լսել եք, ասենք սիստեմատիկ կամ բարձրագույն մակարդակում մի հոգի մեկ անգամ ասեց, որ այսպես օգոստոսի 8-ից առաջ։ Okay, մի հոգի մեկ անգամ։ Okay, հասկանալի է։ Տարօրինակ կլիներ, որ մեկ հոգի մեկ օքեյ, հասկացանք, այդ խոսքը մեր մամուլում իրանագետները վերցանեցին, դրան տալով համապատասխան քաղաքական, այսպես բացատրություն, թե դա ինչ կարող է նշանակել, եթե դա նայում Իրանը ճանաչող մարդիկ, հա էլի, որտեվ դա հա էլի, որտեվ Իրանը մի քիչ նման չի, էլի, մեր իմացած ենք, մեզ նման, այսպես այնպես չի, որ այսինչ Պաշտոնյան սա ասեց եւ սա նշանակում է սա, այնտեղ մի քիչ ուրիշ ձև պետք է։ Այնպես չհասկանանք, որ մեր կոնտեքստում Արմեն Գրիգորյանը դա Արմեն Գրիգորյանի հայտարարություն չէր, այսինքն այն կառավարության նկատի ունեմ անվտանգության հարցը։ Եթե հարցնա որ Իրանում կան ուժեր, որ կարող է մտահոգված լինեն, հա կարող է լինի մի ուժ, մի թև իշխանության, որ հա, բայց մենք էլ բայց ԱՄՆ-ին բերում ենք Իրանի սահման։ Ամերիկան նոր է Իրանի սահմանի մոտ, այդ տունը Աբրահամ Լինքոլն հացանավը բանա, հացանավը չէ, բանա, ավիակիր է։ Բանում չի, Պարսից ծոցում չի։ Հիմա նոր է, չէ՞, մենք հուշեք էլի ինձ, ես այսինքն նոր պետք է ԱՄՆ-ն մոտենա Իրանից, Իրաքում չի։ Իսրայելը։ Դե Իսրայելը մի քիչ հեռու է Իրանի սահմանից։ Թուրքիա ՆԱՏՕ-ի անդամ չի, ՆԱՏՕ-ի անդամ է։ Բանում էլ որտեղ Պակիստանում ներկայացված չի ներկայացված այսօրվա աշխարհում էս կարող է բաննա Մակեդոնացու ժամանակներն են որ ձիերով գան հասնեն այդ սահմանի բերան որ լինի որ եկան հասան աշխարհը դարել է մի փոքր մի այսքան ամեն ինչ բոլորի համար տեսանելի է ամեն ինչի բոլորի համար հասանելի է եթե դրա քաղաքական որոշումը կայացվի առավել եւս ԱՄՆ-ի նման պետության դեպքում, այսինքն պետք է գա կանգնի հենց այն հիշում եք որ Եվրամիության դիտորդների մասին ասում էին եկել են որ լրտեսություն անեն հիշում եք այդ բաները այդ կեղծ մատնագրերը Եվրամիության դիտորդների վերաբերյալ ուրեմն գնում էր այնտեղ ադրբեջանցիները այնտեղ էին բողոքում Եվրամիությունում մյուս տեղերում այս ստեղի մեր անդիմադիներն էլ էլի այդ կեղծ մատնագրերը թե բա եկել են բանանեն լրտեսություն անեն այսինքն Եվրամիությունը իր անդամ բանը միջուկային մեկը միջուկային պետություն մյուսը մեծ ութնյակից քանիսն են այնտեղ երեքը տնտեսական մեծ ութնյակից Եվրամիության անդամ իրանց այդքան սպուտնիկներով ամբողջ աշխարհը իրանց տեխնոլոգիաներով ամեն ինչով ամբողջ աշխարհին էլ չիպեր են մատակարարում էլ ինչեր դիտարկող սարքեր պետք է գան կանգնեն գետի ափից բանանեն հեռադիտակով նայեն ասեն գետի մյուս ափին ինչա լինում բան Բրյուսելին գրեն ասեն գետի մյուս ափին տեսա բան տեսա
բան։ Դե հիմա Թրամփի ուղով էլ երեք թուրքերն ու ձիավոր։ իսրայելցիք են գալիս սահման, թուրքերը իսրայելցիք եւ ամերիկացիք։ Չէ, Թրամփի բայց եկեք sense պատվի։ Մենք եթե ասած arm comedy-ի բանի մեջ ենք, այդ ոճի մեջ ենք, հումորային բան, օքեյ, հարց Չէ, չկա։ ես լուրջ եմ հարցնում։ Բայց դա ամեն հարցը ավելի բան անում, էլի։ Իսրայելցիք ու որտեղ ոնց, ինչ։ Թրամփի դաշնակիցն է Իսրայելը, հետեւաբար Ամերիկան ինչ անի, Իսրայելը մեջն է բանը։ Դա սխալ տրամաբանական շղթա է։ Դա մենք հիշում ենք անցել եք չէ տրամաբանություն։ Ես հիշում համալսարանի առաջի կուրսի ծրագրում կա։ Դա սխալ տրամաբանական հետևություն է, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ դաշնակիցներ ունեն, շատ ու բազմազան, եւ աշխարհը այդպես բան չի աշխատում, եթե մեկը մյուսի հետ համագործակցում է, բոլոր աշխարհի երեսին բոլոր եղած դաշնակիցների հետ գնում են այդ նույն գործը անելուց, իսկ խնդրեմ ունենալուց գնում են բոլորով այդ նույն խնդիրները լուծեն կամ մի թշնամու հետ կամ մի հակառակորդ հետ եւ խնդիր է ունենում, այն նրա բոլոր ընկերները հավաքվում են, այդպես ԵՄ դիտորդների լրտեսության թեման։ Բայց Իսրայել, ես քանի ասիկ Իսրայել, ես այդպես էլ ասեմ, տպավորություն չստեղծվի թե բանը։ Մենք Իսրայելի հետ էլ պետք է նորմալ հարաբերություններ կառուցենք։ Իսկ ով ասել, որ այսինքն այդ Իսրայել այն տոնով ասցիք, ոնց որ հայ մենք Իսրայելում դեսպանատուն բացեցինք, ճիշտ է, Իսրայելի հետ էլ տարածաշրջանի ազդեցիկ պետություններից, մենք իրancs հետ էլ պետք է նորմալ երկխոսություն, նորմալ փոխհմբռնման մթնոլորտ ստեղծենք, հատկապես հաշվի առնելով, որ նրանք շատ սերտ գործընկերային հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, հատկապես դա հաշվի առնելով, որ մենք էլ այդ խոսակցության մեջ լինենք, ոչ թե առանց մեզ այնտեղ։ Դե չէ, ակնհայտ է, չէ, Իսրայելի անունը տրվում է Իրանի կասկածամտությունը Թրամփի ուղու վրա բերելու, ակնհայտ չի Իսրայելի գործոնը ոնց է մեջտեղ բերվում Թրամփի ուղու կոնտեքստում, էլի։ Նույնն էլ թուրքերի կոնտեքստը մեջտեղ 6 ամիս առաջ չէ՞ որ այնտեղ օթային վախեցնելու օպերացիա իրականացրեցին։ Այո։ Դե Ոչ Հայաստանի սահմանից։ Դե ինչից ենք մենք խոսում, դա Ջեյդի Վենսը գալիս է Հայաստան։ գալիս է։ Այո։ Եվ այն, որ եկեք հիշենք, մեր բոլոր քաղ տեխնոլոգ, քաղաքագետ, վերլուծաբան, ելով կա այնտեղ, աստղագետ, աստղաբան, հոգեբան, հոգեթերապևտ, ահա այդ բոլոր մեր փառապանց այդ ներկա բնակը ինչ էր ասում սրանից բառացիորեն 1 տարի առաջ վարչապետի եւ Ջեյդի Վենսի նկարին դիտելիս ասում էին այնտեղ փոխնախագահը բան չի որոշում, գնացել անդամենը նկարվի, ահա։ Երկու բան ես հիշում եմ։ Հայաստանի դրոշը չկար այդ նկարում, հետեւաբար դա անկարևոր հանդիպում էր։ Ջեյդի Վենսը արտաքին քաղաքականություն չի վարում, հետեւաբար Փաշինյանը զբաղված է ժամավաճառությամբ։ Դե բա, տեսնում եք, մեր բոլոր աստղագետները եւ հոգեթերապևտներն ու բաները, աստղաբաններն ու քաղաքագետները ինչքան սխալ դուրս եկան։ Պարզվեց ԱՄՆ փոխնախագահը, իրանք ուղղակի մի հետ էին մնացել ժամանակից, հասկանում եք, իրանք բան են, էլի։ Միշտ անցած ինչ որ իրադարձության են պատրաստվում, անցած այն ոնց է որ ասում են պետությունները պատրաստվում են անցած պատերազմներին, չէ՞, այնպես մեծ խոսք կա, չէ՞, իրանք այնպես երևի այնպես լսել էին միտեղ ականջի ծայրով լսել էին, որ ԱՄՆ փոխնախագահի լիազորությունները ավելի քիչ են, քան նախագահինը հասկանալիորեն, հա, օքեյ, Էվրիկա, օքեյ, հա, ու տես դա էքստրապոլացնել էին այդ լուսանկարի վրա, բայց ես պիտի ասեմ, որ պարոն Վենսը շատ գործուն ուրեմն մասնակցություն է ունեցել այս process-ում, նաև Մյունխենից սկսած, ուրեմն իր հայտնի ելույթը կհիշեք, այսինքն ինքը շատ գործուն աջակցություն է ունեցել, մասնակցություն է ունեցել, շատ կարևոր Թրամփի ուղու ստեղծման եւ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի։ Այո, այս ամբողջ process-ում ինքը այնտեղ, այսինքն դուք տեսնում եք այնտեղ բոլոր հանդիպումներին ինքը մենակ Հայաստանի հետ չէ, ընդհանրապես աշխարհի մյուս պետությունների հյուրընկալելիս ներկա է ամենևին, այսպես ասենք, հետնապահ չէ, էլի այդ քաղաքական որոշում, չէ, ուզում ասեմ, չէ, ինչ պարզ բան եմ ասում, բայց մեր այս գիտունիքների համար բաների էլի այդ վայ քաղաքագետների համար եթե պետք է դա ասել, շատ ծանրակշիռ ձայն ունի այսօրվա ԱՄՆ գործադիր իշխանության
մեջ եւ շատ լավ է որ գալիս է բարով գա։ Եթե չեմ սխալվում, փետրվար վերջ է Ադրբեջան գնալու, եթե հավատանք միջազգային լրատվամիջոցներ։ Հա, փետրվարի մեջ է տենց օրերով վերջ են ասում, հա։ Այնպես որ բայց նա ֆիքսենք որ ամերիկյան այս նոր ադմինիստրացիայի ամենաբարձրաշան պաշտոնյան որ ռեգիոն գալիս է, եթե Ուիտկոֆի այդ բանակցային շրջայցերը չհաշվենք, Վենսի այցն է Հայաստանի Հանրապետություն, ինչ է փնտրում Հայաստանը Ամերիկայի հետ գործընկերության պարոն։ Նաև Խաղաղության խորհրդին միանալուց մենք նախորդ անգամ խոսեցինք, ինչու է Հայաստանի Հանրապետությունը տեղավորվում են տրենդի տակ գեոպոլիտիկ, որը թելադրում է Միացյալ Նահանգները, այդպես կարելի է բնորոշել։ Թող տրենդ ասված տրենդը TikTok-ում է լինում տրենդ։ Դե փոխաբերական իմաստով եկեք երգիծական դաշտից դուրս գանք։ Խոսում ենք, չէ, բայց դուք ասում եք ԱՄՆ քաղաքականությանը ուշադիր հետևելը եւ խոսելը իրենց հետ եւ գործընկերություն կառուցելը դուք կոչում եք տրենդ, ո՞նց կլինի այդպես։ Այսինքն աշխարհի ամենահզոր պետությունն է։ Քննարկելու հարց չկա։ Ամենահզոր տնտեսությամբ, ամենահզոր բանակով։ Ճիշտ է։ Եվ ասեմ ավելին պատմության մեջ այդ աստիճանի հզոր պետություն հələ ոչ չի եղել։ Ահա։ Հիմա այդ պետությունը այս գործող իրենց նախագահի օրոք, պարոն Թրամփի օրոք ուզում են այստեղ մի ինչ-որ կառուցողական, միջնորդական, խաղաղաբեր առաքելություն ունենան եւ ոնց որ թե դա հաջողվում է, արդեն հաջողվել է։ Հիմա ինչի մենք, այսինքն ինչի մենք մասնակիցը չլինենք այդ մեծ process-ի եւ մեր ներդրումը չունենանք եւ չօգտվենք այդ մեծ խաղաղության process-ից։ Եթե նորմալ, ուրեմն մատակարարման շղթաները, իրենք ուզում են նորմալ աշխատեցնել համաշխարհային մատակարարման շղթաները, հեռավոր արևելքից մինչև արևմուտք, արևմտյան Եվրոպա, ԱՄՆ եւ այլն եւ այլն։ Եվ եթե մենք հիմա մեր պետությունը գտնվում է այդ ճանապարհների հենց մեջտեղին, եւ եթե մենք էլ ենք մաս դառնում այդ ճանապարհների աշխատանքին, ինչի մասը չլինենք այդ ճանապարհի աշխատանքի, ինչի շնորհակալ չլինենք դրա գործարկման եւ դրա գործարկման համար։ Ճանապարհ, որով ԱՄՆ-ն ուզում է կենտրոնական Ասիայի այդ օգտակար հանածոներ, նավթա, էներգետիկա ռեսուրսները տեղափոխել իր տարածք կամ Եվրոպա։ Ես չգիտեմ ինչ են ուզում, այսինքն ես տենց հատուկ կետարկետ ես չգիտեմ, թե կենտրոնական Ասիայից ինչ է ուզում ու տեղափոխի։ Դե հետևելով իրենց հանդիպումներին օգտակար հանածոների մասն է նկատում։ Եթե դա արդեն կենտրոնական Ասիայի մեզ հասնում է մեր տարածքով ապահովել նորմալ, անխափան աշխատանքը այդ ճանապարհի մեր ինքնիշխանության իրավազորության պայմանների պահպանմամբ, մեր մասնակցությամբ, մեր շահաբաժինը ստանալով այդ ամեն ինչից, խնդրեմ Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված ինչ գործողություն են ուզում անել, թող անեն։ Որևէ խնդիր չկա, լավ չի, բայց անպայման պիտի պատերազմ լիներ։ Եկեք սրա անուղղակի էֆեկտն էլ հասկանանք, պարոն Եղոյան։ Ես գիտեմ դուք այդ գնահատականները չեք տա, ես դրա համար չեմ ժամանակ կորցնի, հիմա ասեմ որ այլ ռուսներին ուզում եք ասել մի բան։ Ձեր խաղաղացեր գործընկերներ ադրբեջանցիներ ասածս գիտեք որերով չէ ուրիշ բան եմ հարցնում պարոն Եղոյան չեք լսում է տեսեք Ադրբեջանի նախագահի կեցվածքը խոսույթը բառապաշարը օգոստոսի 8-ից հետո որոշակիորեն ագրեսիվությունից իջել է այսպես խաղաղասիրական բառապաշար, հա մարդիկ թող չափեն դրա անկեղծությունը, բայց ես հանրային, այսպես ասենք, դրսևորումն եմ ասում, կարելի է նշել, որ այս ադմինիստրացիայի գոյությունը Հարավային Կովկասում, նրա ծրագրերը ԱՄՆ ադմինիստրացիա, այո, որոշակի նպաստել է սրան եւ կարող է Հայաստան այս 3 տարին օգտագործել լիարժեք, որպեսզի մենք ունենանք ինստիտուցիոնալ process-ներ, հետ շրջելի չլինի 3 տարի հետո խոսում, բայց ինչի մենակ 3 տարին։ Չէ, դե որովհետեւ ադմինիստրացիան փոխվի, չգիտեք, ովքեր կգան, ինչ նոր ջրագիր կգա։ Տեսեք, Ռոբերտ ջան, ինչ է պատերազմը։ Հիշում ենք։ Շատ բարի, կան սահմանումներ, կան փիլիսոփայենք։ Լավ, չենք փիլիսոփայում, օքեյ։ Ну, դասական սահման, Կլաուզևիցի սահմանով պատերազմը նույն քաղաքականության շարունակությունն է, բայց այլ գործիքներով։ Այսինքն նույն, նշ որ պատերազմը ուղղակի ինչ-որ մարդը ուղղակի զարթնում առողջան, ասում եմ, մի հատ կլինի, այսօր ուզում եմ պատերազմ։ Ինչ-որ քաղաքական խնդիր է ուզում լուծի, չի կարողանում լուծի այդ քաղաքական խնդիրը,
դիմում է այդ մի գործիքին, ոնց որ թռիվը մարդկային կյանքում ոնց է միջանձնային հարաբերություններում։ Հիմա բայց աշխարհում Հայաստանը եւ Ադրբեջանը մենակ չեն։ Այս մենակ այս երկու պետությունները չեն։ Կան բազմաթիվ մենակ չեն, բայց պատերազմներ կային։ Նախկինում էլ մենակ չեն, պատերազմներ կային։ Նախկինում պետությունները մենակ էին։ Նախկինում նախ աշխարհում պետությունների թիվն է շատ քիչ։ Նախկինում ես նկատի ունեմ 5 տարի առաջ, բան եղան։ 5 տարի առաջ աշխարհը ուներ 5 տարի առաջ աշխարհը ուներ իր դիրքորոշումը։ Եվ այդ դիրքորոշումը գիտեք որն էր։ 2022-ի սեպտեմբերին էլ այնպես չի որ մեր դեմ էր դիրքորոշումը բանը։ Մեր դեմ չէ, դրա համար էլ այդ միջազգային հանրության եւ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերով մեզ հաջողվեց բալանսավորել իրավիճակը, կանգնեցնել, սառեցնել հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա։ Դրա համար էլ դուք շատ լավ օրինակ բերեցիք։ Այո, դրա համար էլ հաջողվեց դա անել, կանգնեցնել։ Հիմա նույնց եմ ասում, եթե մեզ հաջողվում է այս ճանապարհը նորմալ աշխատեցնել եւ այդ ճանապարհը բնականաբար ունենում է ոչ մեկ, ոչ երկու, այլ տասնյակ շահառուներ։ Հենա դուք նշեցիք միջին ասիական պետությունները, ես կավելացնեմ, կլինի Չինաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ինչու՞ չէ, հենց նույն Իրանը, որովհետեւ եկեք չմոռանանք, եթե արևելք-արևմուտք առանցքը նորմալ աշխատեց, դա նաև հնարավորություն կստեղծի հյուսիս-հարավ առանցքի համար։ Եթե խոսում ենք երկաթգծից, եթե խոսում ենք Իրանի երկաթգծերը Նախիջևանով Հայաստանի երկաթգծերին միացնելու, այնտեղից էլ Վրաստան, այնտեղից էլ Սևծով միացնելու, չէ՞ որ եթե ապաշրջափակման process-ը ավելի լայն գնում է, այսինքն արևելք-արևմուտք առանցքի նորմալ աշխատելը կբերի նաև հյուսիս-հարավ առանցքի, մասնավորապես Իրանի մասով եմ ասում։ Սուտ ֆիզիկապես, այնպես չի լինի, չէ՞ որ ասենք Նախիջևանով միայն ասենցա թրիփի համար է ու դե որ աշխատեց Ջուլֆայով Իրանն էլ կարա գտնի։ Հայաստանով դեպի Իրան երկաթող ինչու չեն կառուցում։ Դա ինչքան գիտեմ, ուղղակի շատ մեծ թվերի տակ կապված դա ռելիեֆ, թե քաղաքական է։ Չէ, դա այդ ծրագիրը, այդ հələ հիշում եմ, հələ 15 տարի առաջ, մի քանի օր առաջ ասում էր ԿՊԱԿ-ը, խնդրում եմ հարցրեք, արդյոք Թրամփի ուղուն այդ իրավունքները բացառիկ որտրվել են, այդ պատճառով կառուցապատում եւ այլն։ Այդ դա խոչընդոտ է լինելու, որ Իրանի հետ երկաթուղի կառուցվի, թե չէ։ Դա եթե Իրանի հետ երկաթուղի կառուցելու ծրագիր, գումար, դրա նպատակադրումը լինի, ոչ իհարկե ոչ, որովհետեւ ոչ չկա, ոչ, որովհետեւ դա ուրիշ Հասկացա, լավ։ Եկեք շարունակենք։ Ուղղությունա, բայց այդ նույն հաջողությամբ կարող ասֆալտի մասին էլ հասնի։ Ինչա՞ մենակ երկաթուղում։ Թողասի կարող է ասֆալտով գնալու խնդրեմ լինի, հեծանիվով գնալու խնդրեմ լինի, այդ ինչ է։ Թե մարդը կոնսպիրացիոն հարց չէր տալիս, իսկ այդ նախագիծը ես հələ հիշում եմ, Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից էր, չէ, 2008-ի, որ երկաթգիծ են կառուցելու Իրանի հետ բան, հիշում եք։ Չեք հիշում, չէ։ Ոնց չեմ հիշում։ Հա, դա չեմ ուզում ասեմ, չէ, ոչ հիմա չեմ ուզում էլի խորանամ 2008-ի այդ խոստումների բանի մեջ, բայց ես ինչքան հասկացա դա ուղղակի չափազանց թանկ, հաշվի առնելով ռելիեֆը, չափազանց թանկ պրոյեկտ է, մեզ ոչ հասանելի, հա, ֆինանսապես, բայց փոխարենը մենք կարող ենք նորմալ սա ճանապարհները որ ապաշրջափակվեն Նախիջևանի երկաթուղուց կարող ենք օգտվել Իրան գնալու համար իրանցիներն էլ Նախիջևան, Հայաստան, Վրաստան, էլի երկաթգիծը, էլի Շատ լավ, բան եղավ, Ռուսաստանի ներգրավում է, այսպես վերջնականապես փակված հարց է թրիփում։ Կոպիրկինը Ռոսիա 24-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվան պատրաստ է քննարկել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը թրիփ նախագծին։ Ես հենց նոր ցիտեցի։ Չէ, Հայաստանը արդեն իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կնքել է երկկողմ հուշագիր, որը շուտով կդառնա համաձայնագիր թրիփի վերաբերյալ։ Եվ չեք կարող Ռուսաստանին ներգրավել։ Ոչ, չենք կարող։ Թրիփում կրկնում։ Թրիփում, հա։ Մյուս երկաթգծերում, որոնք որ իրենց կոնցեսիայի տակ են, ես ուղղակի զարմանում, ես գիտեք ինչի վրա եմ զարմանում։ Անկեղծորեն ես դա չեմ հասկանում, էլի։ Այսինքն մի քիչ տենց թեթևակի կռահում եմ։ Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք, բայց ասենք։ Չէ, այսինքն իրանց կոնցեսիայի տակ ամբողջ մեր մյուս երկաթգիծն է։ Մինչև որ թիվն է, 41 թե մինչև որ թիվն է։ Դե եկեք անկեղծ ասենք, նրանք ուզում են ամբողջ ճանապարհը ստանալ նոյեմբերի 9-րդ կետով, ռուսական ԱԴԶ-ն գա կանգնի, դրա փոխարեն ստացվում է Թրամփի ուղի
հիշում եք, որ ժամանակ առաջ էլ ասում են, այնտեղ սահմանապահներ կան, ռուս, ԵՏՄ-ի մեջ է գտնվում, հետևաբար մենք կանք այդ նախագծում, բայց հիմա լավ, ինչ որ չէ, սահմանապահը այնտեղ Իրանի հետ նախ նույնիսկ անցակետում հիմա չկան, կան սահմանին, իրականացնում են համատեղ ծառայություն, բայց ինչ էլ որ ասենք, դա վերաբերում է Հայաստան-Իրան եւ ոչ Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Իսկ trip-ը գնալու է ուրեմն trip-ը սկսվելու է Հայաստան-Ադրբեջան սահմանից եւ ավարտվի Հայաստան-Ադրբեջան մյուս սահմանով։ Լավ, բարձ է, չի դադարելու։ Դե դու համարսում եք, դե բարձ է։ Հնարավոր Ադրբեջանի հետ խաղացան համաձայնագիրը ստորագրվի ընտրություններից առաջ։ Չեմ կարող ասել, ես ինձ ինչի եք դա հարցնում։ Հայաստանը վաղն է պատրաստ է։ Հա, բայց պայմանագիր երկու են ստորագրում։ Տեղյակ չեմ պահում ոչ մի բանի մասին։ Ալիևը չէ, ինձ տեղյակ չի։ Ես մտածում եմ դուք Փաշինյանից պետք է ինֆորմացիաներ ստանաք։ Փաշինյանից ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց թեկուզ վաղը ստորագրել այդ համաձայնագիրը, իսկ թե Ադրբեջանը երբ այն կստորագրի, ես չեմ կարող։ Աբու Դաբիում քննարկվել է, թե չեմ կարող ասել։ Ձեզ բան չեն ասել։ Դեռ չէ։ Դեռ չեն ասել։ Դեռ չենք հանդիպել, հա։ Շատ լավ։ Մի հարց էլ Վենսի այցի ժամանակ հնարավոր է Թրամփի ուղի ընկերությունը ստեղծվի, արդեն պայմանագիրը կնքվի։ Բրջան, չեմ կարող էլի իստանց։ Լավ, այսօր դուք անտեղյակ եք եկել։ Անտեղյակության հարցը չի, կան համապատասխան մարմիններ, բանակցում են։ Ես հիմա որ նույնիսկ եթե ես 90%-ով ինչ-որ բան իմանամ, հիմա չեմ ասի դա, հետո մարդ ես ինչ-որ բան կարող է մի օր էս կողմ, մի օր են կողմ, մի ամիս էս կողմ, մի ամիս են կողմ, ասեք բասել եք, դուք դրան մի նայեք, դուք ժամկետներին մի նայեք, դուք ուղղությանը նայեք, տրայեկտորիային դուք նայեք, եթե տրայեկտորիան ճիշտ է, ուրեմն վաղ թե ուշ ինչ-որտեղ ինչ-որ ճիշտ նախանշված տեղ կհասնի։ Երևանը կբարձրացնի Վենսի առաջ հայ գերիների վերադարձի հարցը մեկը միշտ լուծելու խնդիր, որովհետև նախագահ Թրամփին հարցը բարձրացվել է, ինչի՞ է Վաշինգտոնում էլ այդ հարցը բարձրացվել էր 4 հոգի վերադարձավ, չէ՞։ Բայց վերջերս դատապարտեցին, վատ չէր լինի, եթե ավելի շատ մարդ գար բան։ Վատ չէր լինի, իհարկե, վատ չէր լինի, որ այդ հարցը, թե չէ, ինչ է կարծում։ Կարծում եմ, որ արժի այդ մասին խոսակցություն ունենալ։ Շնորհակալություն, կսպասենք արդյունքները։ Factor TV-ում հյուրընկալել էինք Արման Եղոյանը։